որոշել ձեր քաղաքական հրանգով։ Ես հիմա այս ճեպազույցի ժամանակ իմ մոտ ֆլեշբեքեր եմ տվել։ 5 տարի ես եկել եմ այստեղ ճեպազույց եմ տվել։ Դուք ինձ ասել եք ընդդիմությունը ասում է սենց, ընդդիմությունը ասում է սենց։ Լավագույն դեպք։ Դուք նկատում չեմ անձամբ ձեզ, գրավորողները։ Դեր ասածը նրանց եք ասում։ Դուք այս ընթացքում ոչ միայն ընդդիմություն անվանից, ինչ ասես ասել եք, եկի ասել եք ՔՊ-ն չունի բան, չունի աջակցություն, չեք կարծում որ ձեր ռեյտինգը իջել է, չեք կարծում ինչու եք դուք վստահ, ինչ ասես ասել եք։ Ես ինչ եմ սիրում ընտրությունները եւ արդար ընտրությունները։ Տալիս է ժամանակը մարդիկ տալիս են այդ պատասխանը։ Հիմա անդիմություն ես 5 տարի ինչ ասես չի ասել, մեզ ասելա դավաճան, մեզ ասելա, չգիտեմ, ես իմ ինչա բարով, ինչ ասես ասելա, չէ։ Երկու անգամ մի հատ 21 թվականին մի հատ էլ հիմա ժողովուրդ եկավ ասեց, Ժորժ ջան, ինքը պատասխանը տվեց, օրինակ Ռոբերտ Քոչարյանը այս Կարոզարշավին ասում էր, չէ։ Ժողովուրդը Սյունիքը պետք է Փաշինյանին ցույց տա, չէ, Սյունյաց ողջույն ցույց տա, ակնարկելով 2021 թվականի դեպքը, երբ որ Փաշինյանին իրենց թափթփուկները հայոյում են։ Հիմա կարելի է գնալ օրինակ բացել նայել Սյունիքի արդյունքները, քվեարկությունները ու հասկանալ, այդ իր պատկերացած Սյունյաց ողջույնը բան իմաստով։ Կարող է իրան են տվել այդ Սյունյաց ողջույնը։ Հիմա ասածս ո՞րն է, շատ։ Հիմա ասածս ո՞րն է։ Պետք չի ուղղակի ասել, ընդդիմությունը ասում է սա, դրա տակ պետք է հիմք լինի։ Ես երբ որ ասում եմ ընդդիմությունը ընտրակաշառակի է, ես հիմք ունեմ դրա տակ։ Ես ունեմ ձայնագրություններ, դուք ունեք ձայնագրություններ, ես ունեմ ականջ, ես ունեմ լսողություն, ես ունեմ հրապարակված ձայնագրություն, որտեղ հստակ ասում եմ, որ այդ մարդիկ ընտրակաշառք են բաժանում։ Դե հիմքը, պարոն Ռուբինյան, վերաքվեարկությամբ վերահաշվարկները։ Ես էլ ասում եմ, Ծառուկյանը անցնում էր, բայց անվավեր համար ներողություն։ Ինչ աշխատում վերաքվեարկությամբ Ծառուկյանը անցնում։ Բա վերահաշվարկով կներեք, վերահաշվարկով այդ ընտրատեղամասերը Ծառուկյանի ձայները բավարար են։ Չեմ ուզում պատասխանել կենտրոնական ընտրական հանձնաժողովի փոխարեն, որտեղ դա առանձին մարմինն է, իրանք են որոշում կայացել։ Եթե ես ճիշտ եմ հասկանում, կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման հիմքում ա եղել այն, որ իրենք լիազորություն ունեն նշանակելու կամ չնշանակելու վերաքվեարկություն, բայց քանի որ իրենք կարծել են, որ ընտրության արդյունքների վրա չեն ազդել այդ ընտրատարածքի խախտումները, իրանք չեն նշանակել վերաքվեարկություն։ Մնացած հարցերով պետք է դիտենք կենտրոնական որ ազդում է հենց։ Ինչ վերաբերում է վերաքվեարկությանը, տեսականորեն ընդհանրապես, այդտեղ կա իրոք շատ ուժեղ հակապաստատ, որ այդ վերաքվեարկությունը վերածվելու էր տակտիկական վերաքվեարկության, այսինքն ինքը չէր արտահայտելու։ Հա, բայց իրենց իրավունքը